Մինչև ԵԱՏՄ մտնել է տղա ջան։ Ռուսաստանի հետ դաշնակից էիր, օգտվում էր Ռուսաստանի տված լգոտաներից։ ՀԱՊԿ-ի անդամ էիր, ԱՊՀ անդամ էիր, Ռուսաստանի հետ երկկողմ խորացված հարաբերությունների դաշնակից էր Ռուսաստանի, էլի ինտեղ էր գնում։ Հայ-ռուսական դաշնակցության հարաբերությունները կնքվել է 97 թվականի առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի կողմից։ Այսինքն Տեր-Պետրոսյանը, Քոչյանը, Սերժ Սարգսյանը, մինչև այդ Վազգեն Սարգսյան, Վազգեն Մանուկյան, Նիկոլի Չապերգո կոպեկի խելք չունեին, էլի որ Ռուսաստանի հետ պետք է վատթարացնեն հարաբերությունները։ Այդ որ Արցախը պահել ենք, բարձ բանում ասեմ, երբ Հայաստանի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի հետ ունեցել է իրական դաշնակցության հարաբերություններ, մենք ունեցել ենք երկու հայկական պետություն։ Արցախն էլ հետը։ Երբ հայ-ռուսական հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վատ թարացել են, դրանից օգտվել է Ադրբեջանը, եւ մենք կորցրել ենք Արցախը։